Is this thing on? I can't tell, 'cause you never reply. Բարև ձեզ, իմ շատ սիրելի բարեկամներ։ Նորից միասին եք իմ խոհանոցում։ Այսօր ուզում եմ ձեզ համար պատրաստել մի շատ գեղեցիկ տորտ, որը եւ գեղեցիկ է, եւ համեղ է, եւ ուղղակի շատ հետաքրքիր է։ Այս տորտը կարող եք պատրաստել եւ ծննդյան տոներին, եւ ինչ որ գեղեցիկ առիթների համար, այնպես որ հուսով եմ բոլորիդ ծանոթ է այս տորտը, որը կոչվում է կարմիր թավիշ, այսինքն կրասնի բարխտ։ Բոլորս էլ երևի գիտեն, փորձել ենք, բայց եկեք միասին պատրաստենք։ Ուրեմն տորտի համար մեզ հարկավոր է ալյուր, կեֆիր, ձու, շաքարավազ, կարագ, բուսայուղ, աղ, մի պտղունց, կակաո, սոդա եւ փխրեցուցիչ։ Եվ իհարկե մեզ անպայման հարկավոր է կարմիր սննդային գույն, որը օգտագործվում է իհարկե տորտերի համար։ Այսպես սիրելիներս, ուրեմն առաջին հերթին, մինչ սկսելը, մենք պիտի խառնենք ալյուրին, արդեն մաղած ալյուրին, սոդան, փխրեցուցիչը, կակաոն, և այսպես մի փոքր խառնենք։ Եվ քանի որ ալյուրին կակաո ենք խառնել, նորից պիտի մաղենք, որ կակաոյի գնդիկները չմնան խմորի մեջ։ Սա դնում ենք արդեն մի կողմ։ Երկրորդ քայլը, ուրեմն կեֆիրին ավելացնում ենք 2 թեյի գդալ գույն, կարմիր գույն։ Որպեսզի ստանանք մեր ուզած գեղեցիկ կարմիր գույնը։ Խառնում ենք մի լավ։ Սա էլ ենք դնում մի կողմ։ Անցնում ենք արդեն խմորի պատրաստման։ Ուրեմն ձուն շաքարավազի հետ հարելու ենք այնքան, որ ստանանք սպիտակ, փրփրուն, զանգված։ Սպիտակուցի և դեղնուցը միասին ենք հարելու, սիրելի բարեկամներ։ Մի փոքր հարում ենք ձուն, այնուհետ քիչ-քիչ ավելացնում ենք շաքարավազը։ Ձուն արդեն ես մի փոքր հարեցի, ավելացնում եմ աղը, հիմա քիչ-քիչ ավելացնում եմ շաքարավազը և հարում եմ։ Ուրեմն արդեն սպիտակել է, տեսեք, սպիտակ, փրփրուն, գեղեցիկ, զանգված ենք ստացել, այս փուլում արդեն ավելացնում ենք բուսայուղը, մի փոքր հարում ենք, ավելացնում ենք հալված կարագը, կարագը ավելացնելուց հետո նորից մի փոքր հարելու ենք։ Սիրելի բարեկամներ, միշտ հարելու ենք ամենափոքր աստիճանով, ամենաառաջին աստիճանով։ Այս փուլում արդեն ավելացնելու ենք կեֆիրը կարմիր գույնով խառնած։ Հարիչը արդեն մեզ հարկավոր չէ։ Արդեն քիչ-քիչ
2-3 անգամով ավելացնում եք ալյուրը։ Արդեն խառնելու ենք բահիկով։ Խմորը արդեն պատրաստ է։ Հիմա կարող ենք մի ամբողջական բիսկվիտ թխել, բայց քանի որ դուք գիտեք, որ ես սիրում եմ բիսկվիտները առանձին թխել, որպեսզի շատ հավասար լինեն շերտերին եւ այն մարդիկ, ովքեր չեն կարողանում հավասար կտրել, ես գիտեմ շատ մարդիկ կան այդպեսին, կարող եք լցնել 3 հավասար ամանների մեջ նույն տարողությամբ ու ձեր բիսկվիտները հավասար բիսկվիտ կլինեն, ես էլ այդպես կանեմ այսօր եւ կթխենք առանձին։ Այսպես հիմա դատարկեմ ամանների մեջ։ Բաժանեցի 3 հավասար մասերի մեր բիսկվիտը, այսպես, եւ մի փոքր վերցրել եմ, սա առանձին ենք թխելու շատ քիչ, ուղղակի փշուր պատրաստելու համար, որովհետեւ այսօրվա մեր տորթը պատելու են կարմիր փշուրով։ Հիմա բացատրեմ այսպիսի հարմարավետ ամանի մեջ եմ, ձև ամանի մեջ եմ թխելու, առանց որևէ բան քսելու, ոչ մի բան չենք քսում։ Ու եփելու ենք 180 աստիճանի տակ վերև ներքև ռեժիմով։ Շատ լավ հավասարեցնում ենք։ Այսպես սիրելիներս, ստուգելու ենք չոպիկով անպայման, որովհետև այս խմորը, այս բիսկվիթի խմորը բավականին թաց խմոր է ու պիտի անպայման ստուգենք, որ լավ եփված լինի։ Ախվեն մեր բիսկվիտները, մենք միասին պատրաստենք կրեմը։ Մեզ հարկավոր է 700 գրամ մասկարպոն, 300 գրամ սերուցք, եւ 6 լիքը ճաշի գթալ շաքարի փոշի եւ վանիլին կամ վանիլի էքստրակտ։ Ավելի լավ կլինի, որ ջրիկ վանիլ վերցնենք, քանի որ որպեսզի շաքարի հետքեր չմնան, շաքարի գնդիկները չմնան։ Այսպես, ուրեմն բոլորը միասին խառնելու ենք։ Ավելացնում ենք սերուցքը, եւ շաքարի փոշի։ Վերջում ավելացնում ենք վանիլին։ Ըստ ճաշակի, եթե շատ եք ուզում զգացվի վանիլի համը, մի փոքր շատ արեք։ Սկզբից հարելուց մի փոքր թուլանում է պանիրը եւ սերուցքը, մի վախեցեք, շարունակեք հարել, մինչեւ շատ այսպես կայուն, գեղեցիկ, լավ կրեմ ստանաք։ Անպայման ստացվում է։ Բարեկամներ, ուրեմն 3 րոպե հարելուց հետո ես ստացել եմ, տեսնում եք, այսպիսի ջրիկ զանգված հեղուկ։ Հիմա շարունակում ենք եւս 5 րոպե հարել։ Հարել եմ եւս 3 րոպե եւ առայժմ ստացել եմ այսպիսի խտության կրեմ։ Շարունակում ենք հարել։ Բարեկամներ, հարեցինք ընդհանուր առմամբ 8 րոպե,
միջին չափով, միջին արագությամբ ինձ մոտ 5 է, ես հարել եմ 3-ով եւ ստացել ենք այսպիսի կրեմ, տեսեք, այսպիսի կայուն, սպիտակ, փրփրուն, գեղեցիկ կրեմ ենք ստացել, տեսնում եք։ Բացարձակ չի շարժվում եւ այս աստիճանից արդեն էլ չի կարելի հարել, որովհետեւ երբ տեսնում եք, որ շատ լավ կանգուն է ինքը, այլևս մի հարեք, քանի որ հետո կսկսի կարող է պատահի թուլանա։ Սա մեր կրեմը իր մանրամասնություններով։ Այսօր կրեմը այս ձևով ենք տորթի վրա անելու։ Սիրելիներս, շատ զգույշ պիտի վերցնեք այս տորթը, քանի որ ինքը բավականին թաց է, բիսկվիտները թաց են, արդեն ես ասեցի, խոնավ է ինքը, ճաքում է, այս առաջինը վերցնելուց եւ թուղթը հանելուց արդեն ճաքեց, պիտի շատ զգույշ լինենք։ Շատ զգույշ ենք անում թուղթը։ Եվ արդեն երրորդ շերտն ենք դնում, որից շատ զգուշությամբ հանում ենք, որովհետև շատ նուրբ է բիսկվիտը։ Շատ հավասար դնում ենք։ Շարունակում ենք զարդարել։ Շարունակում ենք զարդարելը։ Շատ թաց բիսկվիտ է, այդ պատճառով թրջել պետք չէ։
Զարդարելի իհարկե ձեր ճաշակով, ինչպես կուզեք, այդպես էլ զարդարեք։ Ես այսօր երկու այսպիսի տորթ եմ զարդարելու, այդ պատճառով և կրեմն է ինձ մոտ մի փոքր շատ և փշուրը, շարունակում ենք զարդարել։ Ստացանք այսպիսի գեղեցիկ տորթ, մի փոքր սառելուց հետո արդեն կկտրենք, որպեսզի տեսնենք կտրվածքը ինչպիսին է։ Բավականին սառել է արդեն տորթը, հիմա կտրենք։ Այսպիսի գեղեցիկ տորթ ստացանք, սիրելի բարեկամներ։ Մեր բարդ չէ, դժվար չէ, շատ արագ է պատրաստվում, խնդրում եմ դուք էլ փորձեք պատրաստեք, մանավանդ որ այսքան լավ ու փափուկ, շատ հաճելի բիսկվիթով տորթ ենք պատրաստել։ Հուսով եմ ձեզ դուր կգա, շնորհակալ եմ ձեզ ամեն օր, ամեն ժամ ինձ հետ լինելու համար, շնորհակալ եմ, որ ես այս վերջերս այդքան էլ ակտիվ չեմ, բայց դուք ինձ հետևում եք, միանում եք, շնորհակալ եմ ինձ միացող բոլոր նոր հետևորդներին, շնորհակալ եմ շատ, մեկնաբանություններից եմ հասկանում, որ նոր միացողները շատ են և գրում են ինձ, շատ շնորհակալ եմ ձեզ։ Այսպես սա էլ այսօրվա մեր տորթը, կարմիր մահուդ, իհարկե կարմիր գույնը պիտի մի քիչ ավելի կարմիր լիներ, բայց իմ կարմիր գույնը, նույնիսկ երկու գույն ունեի կարմիր, ահագին լավ որակի գույն էր, բայց շատ կարմիր ուղղակի ճիշտ մահուդի գույն եղավ, ինչը որ իհարկե բոլորս էլ գիտենք, որ բարխատը հենց այս գույնի է լինում։ Շնորհակալ եմ շատ սիրելիներս նորից ու նորից, հուսով եմ նորից կհանդիպենք իմ խոհանոցում, նորից համեղ բաղադրատոմսերով, սիրում եմ բոլորիդ ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոց։